Սուրբ գրքում քանի տեղեր գրված է, որ Աստծո որդիները հավաքվեցին Տիրոջ առջև ելնելու։ Օրինակ մեկը Հոբի գրքում է գրված, բոլորին թվում է թե գնացին երկինք, չէ, որտեղ էլ հավաքվեք Աստված ընդեղ ձեր առջև է։ Աստծո որդիները հավաքվեցին Տիրոջ առջև ելնելու։ Հնարավոր է Սատանան էլ գա այստեղ, բայց մենք հոգով ավելի զորեղ ենք։ Եվ հավատում Աստծո ներկայությունը կքշի Սատանային։ Շնորհակալ եմ Աստծուն։ Ես հավատում եմ, որ այս հավաքվելը իզուր չի։ Գրված է, ինչքան վերջի օրերը մոտենում են, այնքան ավելի շատ հավաքվեք եւ իրար հորդորեք։ Դե ուզում եմ հիշեցման կարգով անցած անգամ այս շվոցը վերացրեք, հա։ Անցած անգամից հիշեցնեմ։ Մենք սերտողությունով հայտնության գիրքը հասցրինք ավարտին, էլ ոնց որ էլի են չի, էլ ոնց որ չուզենամ, եթանք նորից մի տեղ սկզբից գնանք, վերջի օրերից դուրս գալը դժվար է հիմա, մնանք վերջի օրերի պատրաստության մեջ, և ուզում անցած անգավանից հիշեցնեմ, նախ անցած, Եթե աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես, ինչ օգուտ։ Պետրոսի թղթից կարդացինք, որ ոմանք ասում են՝ ուրա նրա գալուստը, թող գա։ Եթե մեկը պատրաստ չի, նրան ինչ օգուտ նրա գալուստից։ Եթե մեկը պատրաստ չի, վայ նրան, երբ որ Քրիստոսը եկավ։ Որտեղ Հիսուսն ասում է, շատերը պիտի կոծ անեն, ողբ անեն։ Բայց ովքեր պատրաստ են, նրանք պիտի ուրախանան եւ ցնցան։ Նենց որ մենք դի պատրաստվենք, որ մենք ուրախանանք այդ օրը։ Իսկ ով պատրաստ չլինի, վայ նրան։ Դրա համար հիմա Աստված ինձ դրել է այս գծի վրա, որ ես պատրաստ լինելու մասին ոչ թե մենք խոսեմ, հորդորեմ, աղաչեմ, չգիտեմ, գոռամ, ասեմ, ժողովուրդ պատրաստվենք։ Եվ անցած անգամ վերջացրեցինք կույսերի առակի վրա։ Եվ ստեղ ինչն էր կարևոր, պատրաստ լինելը։ Եվ մի խոսքի վրա ես ուշադրություն դարձրեցի, Հիսուսն ասեց, ես ձեզ չեմ ճանաչում, որ գորի օրինակը բերեցի, որ խանութի մշտական հաճախորդները իրանք ճանաչում են։ Բայց ով որ տարին մի անգամ, երկու տարին մի անգամ է գալի բան առնելու, դժվար թե ճանաչեն։ Ով որ միշտ Հիսուսից բան է վերցրել այդ յուղը, Հիսուս նրան ճանաչում է։ Իսկ ով որ չի վերցրել կամ շատ ուշուշ է վերցրել, այո, կասի, ես ձեզ չեմ ճանաչում։ Տեր Աստված, այս բոլորը թող քեզանից ճանաչել բառը լսեն։ Կամ ճանաչել չի ասելու ձեզ ճանաչում եմ։ Եկեք իմ հոր օրհնածներ եւ այլն։ Դե իմ ասում, սա Մատթեոս Ավետարանի 25 գլխում էր գրված, շարունակեմ 25 գլխում 3 առակ է գրված, 3-ն էլ վերջի օրերի պատրաստման վերաբերյալ։ Առաջինը կույսերի առակներ, երկրորդը կարդամ։ Ինչպես օտար երկիր գնացող մի մարդ կանչեց իր ծառաներին եւ իր ունեցածը նրանց հանձնեց, մեկին տվեց 5 տաղանդ ու մյուսին 2 եւ մեկին 1, ամեն մեկին իր կարողության չափ, ու անմիջապես ճամփայելով։ Այն, որ 5 տաղանդ էր առել, գնաց նրանցով գործեց եւ ուրիշ 5 տաղանդ էր շահեց։ Նմանապես այն, որ 2-ն էր առել, ուրիշ 2-ն էր շահեց։ Իսկ նա, որ 1-ն էր առել, գնաց գետինը փորեց, ու իր տիրոջ ստեղ գրածած տակը, ես ասեմ գումարը։ Տիրոջ գումարը պահեց, ու շատ ժամանակ հետո այն ծառաների տերը եկավ եւ նրանցից հաշիվ ուզեց։ 5 տաղանդ առնողը եկավ ուրիշ 5 տաղանդ էլ բերեց ու ասեց. Տեր, 5 տաղանդ հանձնեցիր ինձի, ահա ուրիշ 5 տաղանդ էլ նրանց վրա շահեցի։ Տերը ասեց նրան. ապրես բարի ու հավատարիմ ծառա, դու որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, ես շատ բաների վրա պիտի դնեմ, մտիր քո տիրոջդ ուրախության մեջ։ 2 տաղանդ առնողն էլ եկավ ու ասեց. Տեր, 2 տաղանդ հանձնեցիր ինձ, ահա ուրիշ 2 տաղանդ էլ նրանց վրա շահեցի։ Տերը ասեց նրան. ապրես բարի ու հավատարիմ ծառա, դու որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, ես շատ բաների վրա պիտի դնեմ, մտիր քո տիրոջդ ուրախության մեջ։ 1 տաղանդ առնողն էլ եկավ ու ասեց. Տեր, գիտեի, թե դու խիստ մարդ ես, չսերմանած տեղից կհնձես ու չցանած տեղից կհավաքես։ Ուստի վախենալով գնացի քո տաղանդը գետնի տակ պահեցի, ուստի ահա քոնը քեզի։
Պատասխան տվեց նրան Տեր ու ասեց. չար եւ ծույլ ծառա, գիտեիր, թե չսերմանած տեղից կհնձեմ ու չցանած տեղից կհավաքեմ, ուրեմն պետք էր, որ իմ գումարս սեղանավորներին տայր, որպեսզի եկած ժամանակ շահով առնեի։ Մի ուրիշ թարգմանության մեջ սեղանավորների փոխարեն բաներ, ասենք այդ առևտրականներին, էլի, դրամափոխ, չէ, գործ անողներին։ Լավ, արդ առեք դրանից տաղանդը ու 10 տաղանդ ունեցողին տվեք, որտեղ ամեն ունեցողին պիտի տրվի ու պիտի ավելանա եւ չունեցողի ունեցածն նրանից պիտի առնվի։ Իսկ այդ անպիտան ծառան դուրսի խավարը հանեցեք, այնտեղ պիտի լինի լաց ու ատամների կրճտել։ Սրան շատ նման է նաեւ Ղուկաս ավետարանի 19 գլխի մեջ, մենակ այնտեղ մի քանի բան մի քիչ այլ կերպ ասում, ես էլ իր ձևն ունի, ես կարծում եմ սրանք առանձին ասել, բայց նույն իմաստ ունի։ Ղուկաս 19:11-ից, այնտեղ գրվում է, ես չեմ տեսնում, այդպես չգրեք, թող մնաք ժողովրդին լսեն։ Երբ նրանք այս բաները կլսեին, մի առաջ էլ ասեց իր Երուսաղեմ մոտենալու եւ նրանց այնպես կարծելու համար, թե չէ, բերեք ես հետո կարդամ, նրա մասին մի քանի բան ասեմ նոր։ Մի քանի կետերի վրա ուզում եմ ուշադրություն դարձնեմ։ Տերը կանչեց իր ծառաներին եւ իր ունեցածը նրանց տվեց։ Միայն բաշխեց ոչ թե Լենինի նման, որ բոլորին հավասար, այլ ամեն մեկին իր կարողության չափով։ Ժողովուրդ, եթե կընդունենք, մեր կարողությունները նույնը չեն, տարբեր են։ Բայց այստեղ աչառություն չկա։ Տեսեք, հեսա մի հատ պատասխան կա, որը լրիվ հարցերը լուծում է։ 5 տաղանդ առնողը եկավ ասեց 5 շահեցի։ 2 տաղանդ առնողը եկավ ասեց 2 շահեցի։ Բոլորը գիտեք, երբ որ նույն քանակով ավելանում է, դրան ասում են 100%։ Ճիշտ է։ Եթե ինչքան կար, նույն չափով ավելանում է, եթե 100%-ն է։ Եթե կեսով ավելանար 50%-ը կլներ եւ այլն։ Ուրեմն երկուսն էլ 100%-անոց նվիրում ցուցաբերեցին։ Երկուսի ծառայությունն էլ Տերը գնահատեց նույն չափով։ Ապրես բարի եւ հավատարիմ ծառա, դու որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո Տերոջ ուրախության մեջ։ Այսինքն, որ 5-ներ առել են, որ երկուսը պատասխանի մեջ, օրհնության մեջ, վարձատրության մեջ տարբերություն չդրեց Տերը։ Կարևոր երկուսն էլ 100%-անոց ծառայել էին, 100%-անոց նվիրում էին ցուցաբերել։ Հասկացաք ես քանը։ Իսկ այն մեկը, այն մեկի մասին շատ ասելիքներ կան։ Այս երկուսը Տիրոջը մի հատ վատ բան չասեցին։ Տեր դու խիստ ես, դու ես ես։ Լփարք Աստծո, շնորհակալ եմ, որ ինձ բան ես տվել։ Քո ունեցածից ինձ բաժին ես անել, տվել ես։ Այս մեկը սկսեց մեղադրանք Տիրոջ հանդեպ։ Գիտեի, որ դու խիստ մարդ ես։ Չցանած տեղից հնձում ես, չդրած տեղից նշանակում է անօրեն ես, էլի։ Եվ Տերը ինչ որակեց։ Չար եւ ծույլ ծառա։ Ռուսերենում ես չէի նայել, երեք եղբայրներից մեկը ասեց լուկավի։ Տենց է գրած, սուտասան, թե խաբեբա։ Խաբեբա, խորամանկ։ Սատանեն էլ են տալի։ Այսինքն չար բառը քիչ է, էլի։ Չարի մի քանի աստիճաններ։ Եվ ծույլ։ Այսինքն ծույլությունն ու չարությունը իրար հետ են։ Այդ ծույլի մասին մի քանի բան կասեմ։ Ծույլին միշտ էլ Աստված չի գովում, ճիշտ հակառակ։ Ծույլի նկատում միայն վատ բաներ ունի ասելու։ Այս մտքերը ծույլության համար եկե։ Ծույլը միշտ իրան պաշտպանում է։ Ծույլը իրան ճիշտ է համարում, մյուսներին սխալ։ Ծույլը նախանձ ունի։ Ծույլը չարախոսություն ունի։ Առակաց գրքում գրված է, ծույլը իր աչքին 7 իմաստունից ավելի իմաստուն է։ Վերջը, ծույլը միշտ աղքատ է, ծույլը միշտ չունի։ Եվ ունեցողներին էլ
վատ բաներ ասում, բամփասող է եւ այլն։ Լիքը վատ բաներ կարելի է ծուլության մեջ տեսնել։ Բայց իր ծուլության պատճառը Տիրոջ մեջ էր տեսնում։ Դու այսպեսին ես դրա համար ես չարեցի։ Չասեմ ես ծույլ էի դրա համար չարեցի, դու այսպեսին ես դրա համար չարեցի։ Բայց դրա պատասխանը գիտեք, տեսակ։ Եղածից էլ զրկվեց։ Ստե կարակ հիմա համարկցեք Մարկոս 4-ի 24-25 համարները։ Ախի ջնջեցիք։ Եվ ասեց նրանց, նայեցեք ինչ կլսեք, ինչ չափով որ դուք կչափեք, նույն չափով պիտի չափվի ձեզի, եւ ձեզի որ կլսեք, պիտի ավելանա, որտեղ ով որ ունի, նրան պիտի տրվի, եւ ով որ չունի, ունեցածն էլ նրանից պիտի առնվի։ Ուրեմն սկիզբ ինչ էր, նայեցեք ինչ կլսեք։ Մի հատ Ղուկաս 8:18-ն էլ գցի։ Ուստի նայեցեք, թե ինչպես կլսեք։ Այնի ասում են ինչ կլսեք, ստե ասում են նայեցեք ինչպես կլսեք։ Բայց էլի շարունակությունը միտքն է։ Քանի որ ով որ ունի նրան պիտի տրվի եւ ով որ չունի, այն էլ որ ինքը կկարծի թե ունի, կվերցվի։ Աստորեն, ստեղ հենց դրան հանդիպեցինք։ Հասկացանք, ով ուներ, աշխատողը ուներ, ծույլը չուներ։ Ընդունում եք սա։ Ես տեսել եմ, ես իմ աչքով տեսել եմ, եղել եմ, սենց մի քանի խմողներ, ես որ ասում եմ, հիմա չէր։ Երևի 50 տարի առաջ էր, չգիտեմ։ Խմողների, ես իրանցից չէի, բայց ստացվեց այդ պահին իրանց կողը կայնած էի։ Եվ գիտեք, խմողները ոչինչ չունեն։ Խմողների տունը աղքատությունը։ Բայց մեկը, որ իրանց ձեռներով աշխատելով ավտո էր առել, նրանք քննադատում էին, որ ավտո է առել։ Իսկ իրանք ավտո առնելու հնարավորություն դե չեն կարող երազել։ Ես այդտեղ տեսա, որ չունեցողը ունեցողին դատում է, վատաբանում է եւ այլն։ Ուրեմն դրա համար Աստված որ ասեց ով որ ունի պիտի տա, տրվի, որտեղ ունեցողը դա աշխատողն է։ Չունեցողը ծույլն է։ Եվ չունեցողից պիտի վերցվի։ Եվ այսքան որ ասում հիմա դրա այդ նորվա կարդացածի սկիզբը։ Նայեցեք թե ինչ կլսեք, նայեցեք թե ինչպես կլսեք։ Այ հիմա դուք լսում եք։ Ես դպրոցում աշխատել եմ, գիտեմ։ Նույն 10 աշակերտներին տալիս ես, մեկը 5-յա սովորը, մեկը 2-ի։ Մեկը այդ լսածներով այդ բարձրագույն, մեկը այդ լսածներով չի կարող բանվորություն էլ անի։ Ժողովուրդ, նայեցեք թե ինչպես կլսեք։ Այսինքն Աստված ասում է լավ լսի։ Լրիվ վերցրա, սա չեզ ավիրաբերում։ Դե հիմա ես ձեզ չեմ ասում ծույլ, իրավունք էլ չունեմ ասելու։ Բայց եթե մեկը չունի, Աստծո խոսքն է նրան ասում ծույլ։ Եթե մեկը չի ավելացրել, Աստծո խոսքն է նրան ասում ծույլ։ Եվ ծույլության հետ կա չարություն, կա այդպես մեղադրանք, այն էլ Տիրոջը մեղադրանք։ Բամփասանք, նախանձ եւ այլն։ Եսի մեր համար է գրված։ Բայց ուզում եմ Ղուկաս 19-ն էլ կարդամ, մի քանի բառեր նրա մասին ասեմ ու նոր շարունակենք։ 19-11-ից։ Երբ նրանք այս բաները կլսեին, մի առաջ էլ ասեց նրանց իր Երուսաղեմ մոտենալու եւ նրանց այնպես կարծելու համար, թե շուտ Աստծո թագավորությունը պիտի հայտնվի։ Ուստի ասեց. մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, իրեն թագավորություն առնելու եւ դառնալու, ու իր 10 ծառաները կանչելով յուրաքանչյուր մեկ մնասը փողի, այնտեղ տաղանդը ասում, ստեղ էլ մնաս։ Տվեց, ստեղ կարդում եք 10 մնաս, ստեղ 10, ստեղ գրած է յուրաքանչյուր մեկ մնաս տալով, տվեց ու ասեց. բանեցրեք դրանք մինչև ես գամ։
Նրա քաղաքացիները նրան կատեին ու դեսպաններ ուղարկեցին նրա հետևից, ասելով, թե չենք ուզում, որ դա մեր վրա թագավորություն անի։ Բայց երբ նա թագավորություն առնելով ետ դարձավ, իրեն կանչեց այն ծառաները, որոնց ստակը, այսինքն գումարը տվել էր, որպեսզի իմանա, թե ով ինչ շահ է արել։ Առաջին եկավ ու ասեց. «Տեր, քո մնասը 10 մնաս շահ արեց»։ Տերը ասեց նրան. «Ապրես, բարի ծառա, որովհետև քիչ բանի մեջ հավատարիմ եղար, 10 քաղաքի վրա իշխանություն ունեցիր»։ Երկրորդը եկավ ու ասեց. «Տեր, քո մնասը 5 մնաս շահ արեց»։ Եվ ասեց նրան. «Դու էլ 5 քաղաքի վրա եղիր»։ Մի ուրիշն էլ եկավ ու ասեց. «Տեր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարած կպահեի, որտեղ կվախնայի քեզնից, որտեղ դու խիստ մարդ ես, չդրած բանդ կվերցնես ու չսերմանածդ կհնձես»։ Նա ասեց նրան. «Քո բերանովդ քեզ պիտի դատեմ, ով չար ծառա։ Գիտեիր, թե ես խիստ մարդ եմ, չդրած բանս կվերցնում, չսերմանածս կհնձեմ։ Ինչու համար իմ գումարը սեղանավորներին չտվեցիր, որպեսզի ես եկած ժամանակ շահով առնեի նրան»։ Ու այնտեղ կանգնողներին ասեց. «Առեք դրանից մնասը եւ տվեք նրան, որ 10 մնաս ունի»։ Եվ ասին իրեն. «Տեր, նա 10 մնաս ունի, քանի որ կասեմ ձեզ, թե ունեցողին պիտի տրվի ու չունեցողի ունեցածն էլ նրանից պիտի առնվի։ Այն իմ թշնամիներից էլ բերեք, վերացրեք եւ այլն»։ Այս առաջից հասկանում ենք, որ այս ազնվականը Հիսուսի խորհրդապատկերն է, որտեղ տեղի բնակիչները չէին ուզում թագավորել։ Երկրի բնակիչները, իսրայելացիները մերժեցին Հիսուսի թագավորությունը, բայց միևնույն է, նա թագավորություն վերցրած պիտի գա։ Նա վաստակել է այդ թագավորությունը։ Հիմա այստեղ էլ մի հատ ուրիշ հետաքրքիր բան է։ Բոլորին հավասար չափով տվեց։ Եվ այն մեկը եկավ ասեց. «Տեր, քո մնասը, ոչ թե ես, այլ քո տված, քո գումարը 10 մնաս շահ արեց»։ Ճիշտ ասում է քո գումարը, բայց Տերը գովում է ինձ մարդուն։ Դու հավատարիմ եղար 10 քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ Այն մյուսը 5 քաղաքի վրա։ Ստեղից մի եզրահանգում։ Ընդեղի մեր այն վարձը, մեր վիճակը, մեր փառքը, մեր աստիճանը, մեր ինչ ասեմ, ինչ ենք սպասում, կախված այստեղի մեր ծառայությունից, կախված այստեղի մեր արածներից, ամեն ասում ենք սրան, ինչ չափով արել ենք, այն չափով էլ առնելու ենք։ Մարկոս ավետարան 4:24-ից կարդացինք. ինչ չափով որ դուք չափեք, նույն չափով պիտի չափվի ձեզ։ Ինչ չափով նվիրվես, այն չափով ստանալու ես։ Ինչ չափով դու անես, այն չափով պիտի ստանաս։ Եսի մեկն միշտ մնա մեր մեջ։ Մենք ուզում ենք բան ստանանք, մենք չնայենք ուրիշներին։ Այո, քո կողը կարող է ուրիշ ավելի շատ ստանա։ Շատ արը, շատ կստանա։ Ուզում ես շատ ստանա, շատ արա։ Տիրոջ համար շատ արա։ Բայց ստեղ էլ են մեկը եկավ նույն բանը եւ Տերը ասեց. «Քո խոսքերով, քո բերնի խոսքերով քեզ պիտի դատեմ»։ Ստեղից էլ մի բան եմ հասկացել։ Մեր բերնի խոսքերը նշանակություն ունեն։ Երևի շատերդ հասկացել եք, զգացել եք, տեսել եք։ Մարդու խոսքից ջոկել ես, այս մարդը ինչ մարդ է։ Ճիշտ է։ Խոսելուց նույնիսկ ջոկել ես, այս մարդը ինչ մարդ է։ Ես հիշում եմ իմ երեխա ժամանակ, մենակ ես չէ, իմ աղբերներով, քուրերով, մորս մենք չենք կարող խաբեինք։ Մեր խոսքերից ինքը արդեն ջոկում էր, ինչ ենք արել։ Որ մորս չենք կարող խաբեինք, Աստծուն կարանք խաբենք։ Չենք կարող խաբենք։ Աստված մեր խոսքերից լավ գիտի, հետևում ինչ կա։ Դրա համար ասես, քո խոսքերով ես քեզ պիտի դատեմ։ Քո խոսքերը քո դեմ են խոսում։ Եթե Տիրոջը ասում դու խիստ մարդ ես, դու սենց բաներ ես ասում, Տերն կարող է ասի, հա, ճիշտ ես ասում, ներողություն, ներողություն, դու արդար ես եւ այլն եւ այլն։ Սա մի միտքել եմ ուզում ասեմ։ Ասում է գոնե իմ տվածը տայիր, դե հիմա ուզում եմ արդեն սենց էսի բերեմ ստեղ։ Եթե դու չէիր կարում, գոնե տայիր կարեցողին։ Լավ, հիմա ես ընդհանուրը բերեմ հիմա իր վրա։ Ես հավատում եմ, որ Տերը, այս երկու առակի մեջ էլ, Տերը Հիսուս Քրիստոսն է, ծառաները մենք։ Ամեն։ Մենք բոլորս ջրի մկրտության ժամանակ
այս հարցն է հնչել մեր ականջին։ Խոստանում ես մինչև կյանքիդ վերջ հավատարիմ ծառայես Աստծուն։ Մենք էլ ասել ենք այո։ Այսինքն այդ պահից հետո մենք գրանցվել ենք Աստծու մոտ որպես Աստծո ծառաներ։ Աստծո ծառաները մենակ ստերից խոսողները չեն կամ չգիտեմ, եսի մաքրողը չի։ Աստծո ծառաները բոլոր նրանք են, ովքեր խոստում են տվել ծառայելու։ Եվ Աստծո ծառայությունը մենակ այս շենքի մեջ չի։ Ամբողջ աշխարհը մեր առջև է Աստծուն ծառայելու համար։ Հիմա կարում ես ծառայես, այո, ծառայի եւ դրա դիմաց կստանաս։ Բայց եթե մի հարցում չես կարում ծառայես, գոնե այդ ունեցածը տուրեն ծառայողին, գոնե դու դրանով դատապարտության տակ չես ընկնի։ Քո ձեռից չի վերցվի։ Դու էլի կփրկվես թեկուզ մի կերպ, բայց դուրս չես հանվի։ Արդեն հասկանում եք ինչ եմ ասում։ Չես կարում ավետարանչության հետ հաս։ Ավետարանչության գնացողին գոնե օգնի։ Ֆինանսով կօգնես, աղոթքով կօգնես, ինչով կօգնես, հասկանում եք ինձ։ Ասում է գոնե տայիր։ Գոնե իմ տվածը տայիր։ Իրա տվածը գործ կաներ։ Բայց էլի շտապեցի նորից եկա։ Սիրելի Աստծո մարդիկ, Աստված մեզ տաղանդներ է տվել։ Աստված մեզ հոգևոր զորություն է տվել։ Դե ամենամեծը, ամենայն անհասանելն ասեմ Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին մեր մեջ Աստծո ներկայությունն է։ Եվ Սուրբ Հոգին ավելի մեծ է, քան թե այս աշխարհի հոգին։ Նենց որ մենք ավելի մեծ զորություն ունենք, քան թե բոլոր դևերը միասին վերցրած։ Նենց որ Աստված մեզ տաղանդներ է տվել։ Լավ։ Բացի Սուրբ Հոգու զորությունը, մեզ խոսք է տվել, մեզ ճանաչողություն է տվել, մեզ հասկացողություն է տվել։ Մենք բաներ գիտենք, որ այս աշխարհի մարդիկ չգիտեն։ Մենք բաներ ունենք, որ այս աշխարհի մարդիկ չունեն։ Եվ այս մեր ունեցածով մենք նրանց պիտի օգնենք, մեր ունեցածը պիտի նրանցով բազմացնենք։ Ես կարծում եմ, ստեղ ճիշտ է նաև, Տեր, ինձ մի փրկություն ես տվել, ես 10 հոգու փրկության պատճառ եղա։ Իհարկե Տերը պիտի ասի, ապրես, բարի հավատարիմ ծառա։ Այն մեկ ասի, ես 5 հոգու փրկության պատճառ եղա։ Այն մեկ կարող ասի, ես 1000 հոգու փրկության պատճառ եղա։ Այո, Աստծո տվածը հնարավոր է այդպես բազմանա։ Դեստեղից մի բան էլ, կարևոր բան էլ։ Եթե մեկը ասի ես չունեմ, նա Աստծուն զրպարտում է։ Տերը բոլոր ծառաներին կանչեց տվեց։ Որևէ մի ծառա որ ասեր Տերը ինձ բան չի տվել, սուտ կասեր։ Տերը քեզ բան է տվել։ Սա հռչակում եմ հավատալով։ Բոլորիդ եմ ասում, մատս ծնծողում եմ բոլորիդ վրա։ Իրեքն էլ ինձի։ Տերը մեզ բան է տվել։ Այսինքն օրհնություն, զորություն, կարողություն, ինչ որ մի բան տվել է, որը հնարավոր է որ աշխատի, որը հնարավոր է որ բազմանա, որը հնարավոր է օգուտ տա, որը հնարավոր է որ Տերը գա, այս էլ ասեմ, Տերը երբ որ եկավ հաշիվ է պահանջելու։ Այս երկու տեղ գրած է, Տերը երբ որ եկավ հաշիվ պիտի պահանջի։ Եվ Տիրոջը տված, իր տվածի դիմաց պիտի հաշիվ պահանջի։ Եթե այսքան վերաբերյալ բան եք ասելու, համեցեք ասեք։ Դավիթի խոսքից ուղղակի մի բան բերեմ, ասում է Տեր ինձ ազատիր հայտնի եւ ծածուկ մեղքերից։ Ու մի օր սկսեցի մտածել որն է այդ ծածուկ մեղքերը, հիմա կասեմ ինչի հետ է կապված։ Արտազ Դաղբեր, դուք արդեն 50 տարի է ավել ծառայության մեջ եք, լով աղբերը, հաստատ խոստովանություն լսել եք, մեկը որ բարկացող է, մեկը որ խաբել է, եկել է խոստովանը, մեկը որ գողություն արել եկե խոստովանը, երբևիցե խոստովանություն լսած կաք, որ ասած լինի, կամ լով աղբեր դու, որ ասի, ես ծույլ եմ, խոստովանում եմ, կամ ես քծիպ մարդ եմ, նախանձեմ։ Գիտեք, երբեմն մարդիկ, ովքեր որ ծույլ են, իրանք չեն զգում, որ ծույլ են։
Ինքը եթե գողություն անի, ինքը գիտի, որ գողություն արե։ Ինքը որ սուտ խոսա, ինքը գիտի, որ սուտա խոսած է, բայց ոչ մի ծույլ չի զգում, որ ինքը ծույլ է։ Ոչ մի պինդ մարդ, քծիպ մարդ, ժլատը երբեք չի զգում, որ ինքը ժլատ է, իրան թվում է, թե ինքը ինքան առատաձեռն է։ Գիտեք, երբ որ ասում եմ, ծածուկ մեղքերից պահիր, երբեմն դա մեր համար ծածկված է, այդ ծուլությունը։ Բերեք ուշադիր լինենք, որտեղ է այդ ծուլությունը։ Իրոք դա ծածկված է մեզնից, թե մենք գիտենք, որ մենք ծույլ ենք։ Ես անում եմ իմ մաքսիմումը Տիրոջ համար։ Ես նվիրված եմ իրան, թե ձեռի հետ եմ անում, կպավ, չէ, դե հեչել թե։ Կարծում եք, սա կգովվի Տիրոջից, Տեր, ազատիր մեզ ծածուկ մեղքերից։ Մի հատ տեղ կարդամ նոր ասեմ, էլի Հոբի 4 գլուխ 18 համարը, 18-19 համարն ասում, ահա նա իր ծառաներին չի հավատում եւ իր հրեշտակների վրա թերություն է գտնում, ուր մնացին նրանք, որոնք կավյոտներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են եւ որոնք ցեցի պես ճզմվում են։ Այստեղ էսի ասեց Հոբի բարեկամներից մեկը, հետո որ ասեց իմ մասին ուղիղ չխոսեցիք, ես մտածում մեկը էս էր, որ Տերը տենց չէ, էլի, որ իր հրեշտակների վրա թերություն է գտնում, որտեվ կատարել են ստեղծված, ծառաներին չի հավատում, ուր մնացին, չգիտեմ, մարդիկ։ Մարդկա տենց է պատկերացնում, ասում, որ շատ խիստ, շատ տենց թերությունների վրա կենտրոնացող, ու էդի մարդու ներսում կարող թվա, որ ինքը այնքան լուրջ է Աստծու հետ վերաբերվում, որ ոչ մի բան չի անում։ Իրականում սա մեծագույն խաբկանք է։ Ասում են մարդը չի սխալում, որ ոչ մի բան չի անում։ Ես էլ եմ տենց հավատում, որ այդ մի տաղանդը բոլորին տրված է, գոն այդ մի տաղանդը։ Ու այդ մի տաղանդը ոնց որ հարգանքով արքոնը քեզ։ Ոնց միտքն հենց է, որ խեր տվես ինձի պետք չէ, էլի։ Ու այդ իր այդ չանելու հարցում իր այն աստվածաճանաչողությունն էլ փոխվել էր։ Մարդկանց տենց էլ Աստծու ներկայացնում է։ Ես շատ մարդկանց եմ հանդիպել, ասում են, ես այդ կյանքով չեմ կարող ապրեմ։ Այդ իմ բանը չի, բայց իրականում Տերը չի ասելու ապրես, որ ինձ այնքան լուրջ վերաբերվեցիր, որ ոչ մի բան չարեցիր։ Հետի ավելի շատ երևի ծորություն ինքնարդարացում է։ Լավ կլինի, որ այդ մի տաղանդը, այդ փոքրը մարդը դնի շրջանառության մեջ, որ Աստված էլ իր շնորհքները բազմապատկի։ Այո, այս Աստվածաշնչում գործածած այս չափերի վերաբերյալ, որ կարդում ենք, տաղանդը ամենամեծ, թե գումարի չափն է, թե կշիռը։ Կշիռը 42 կիլո է։ Պատկերացնում եք ինչքան ոսկի է տվել կամ թե արծաթ չգիտեմ։ Նենց որ այդ մի տաղանդն էլ բավական է, որ այդ մարդը գործի մեջ դներ։ Բայց Միքայելի ասացի բանի վրա մի հատ ինչ ասիր, որ իմիջ այլոցա ձեռի հետ։ Իմ կյանքից մի հատ բան եմ ուզում պատմել, շատ երկար չեմ պատմի։ Ոչինչ, որ իմ կյանքից պատմեմ։ Ուրեմն, շուտ էր։ Աղբորս երեխեն, ինձ դեռ երեխա չունեի։ Աղբորս երեխեն գրկի երեխա էր, Կալյասկի մեջ, գյուղում, պտի գնայի հորթը մեր տնից վերև կապված էր, պտի գնայի հորթը բերեի։ Ես երեխուն էլ Կալյասկով ասում հատ պրագուլ կանեմ, էլի։ Գնացի հորթը բերելու։ Արցակեցի հորթին կապած, բայց իրա վզինը մնաց, էլի։ Ուրեմն սենց մի ձեռով հորթի պարաննա ձեռս, ես մի ձեռով Կալյասկեն գալիս եմ։ Հասա մի հատ գլխը վեր տեղ, ես կողմն էլ ձոր է։ Շատ խորը չէր, բայց դե ձոր էր, էլի։ Ամեն դեպքում։ Հասա այդտեղ, թե հորթը չգիտեմ, ես Կալյասկի ակների ձենից թե ինչ, հուշ տվավ գնաց ընկով։ Ո՞վ է տեսել հորթը, որ։ Հիմա ասենց ձեռներս բացվեցին։ Հորթը այն կողմա քաշում, Կալյասկեն ստեղ։ Եթե ես այդ պահին լավ հաշվարկող լինեի, կհաշվարկեի, որ երեխեն հորթից թանկ է։ Ավելի լավ հորթին բաց թողեմ, երեխուն պահեմ։ Բայց հակառակն արեցի, Կալյասկեն բաց թողեցի հորթին պահելու բանով։ Կալյասկենը մի քիչ գնաց ընկավ, որ ընկավ հորթին էլ բաց թողեցի վազեցի երեխուն վերցնելու։ Փառք Աստծուն, Աստված պահեց երեխուն բան չեղավ, բայց հիմա տեղից ստացածս հայտնությունն եմ ասում։
Դե այդ պահին մարդը անում է այն ինչ որ ռեֆլեքս են ասում, թե ինչ տես իր մեջ դրված է։ Իմ մեջ դրված էր, որ ես գնացել եմ հորթը բերելու։ Երեխեն կարելի ասել ձեռի հետ։ Ես գնացել եմ հորթը բերելու։ Դրա համար ես հորթին բաց չթողեցի, որտեղ ես գնացել եմ դրա համար։ Այդ պահի իմ հանձնարարությունն էր։ Բայց ճիշտ էր, որ ավելի թանկ բան կար այդտեղ։ Թեկուզ գնացել եմ նրան, բայց ես թանկը պարտավորեմ պահելու։ Ես նկատել եմ, որ շատերը, օրինակ, միտեղ դու աշխատում ես, գնացել ես աշխատանքի։ Աստված է հաջողել, որ դու այդ գործը ճարել ես։ Բայց ես մի բան եմ հայտարարում։ Աստված ոչ թե հաջողել է, որ ընդեղից դու ընդամենը գումար աշխատես, այդ շրջապատի մարդկանց համար դու Աստծո ներկայացուցիչ լինես։ Դու ոմանց փրկության պատճառ լինես։ Ոմանք ասում են, իմ գործը աշխատելն է, հա ձեռի հետ, բայց այդ որ ձեռի հետ են ես անում, մեկ կարող երկուսն էլ ձեռից տեթան։ Հորտն էլ գնաց, երեխան էլ գնաց իմ ձեռից։ Կարող երկուսն էլ էթան, բայց եթե դու թանկը պահես, Աստված են միշտ գործերդ էլ կորնի։ Մի բան իմացի, դու եթե միտեղ գտնվում ես, թե աշխատանքի վայրում, թե ինչ-որ հարևանության մեջ, թե քո բարեկամության մեջ, որտեղ որ կաս, Աստծո կողմից քեզ հանձնարարություն կա, որ դու ավետարանչի գործ գործես։ 2 Տիմոթեոս 4:5 ավետարանիչի գործ գործես։ Աստված այդ է սպասում քեզանից։ Եվ մի օր, որ կանգնես Աստծո առաջ, հորթի համար չի հարցնելու, ավետարանչի համար է հարցնելու։ Դե որ ասի հորթի համար, այսինքն քո աշխատանքի համար չի հարցնելու, ինչքան աշխատեցիր, ինչքան վաստակեցիր, լավ վատ է ապրեցիր, փառք Աստծուն, բայց ինչքան ավետարանեցիր, ինչքան իր տված տաղանդը գործադրեցիր, ինչքան իր համար բան արեցիր, այս է հարցնելու։ Ամեն ասում եք սրան։ Այսինքն քո ավետարանելը ձեռի հետ չլինի, թող քո աշխատանքը ձեռի հետ լինի։ Քո ավետարանելը դու ընդունես Աստծուց հանձնարարված քո կարևորագույն բանը, գործը։ Ամեն։ Դե հիմա ես մի հատ ընդհանրացնենք։ Ես չեմ կարող անուններ ասել կամ որը մեկին մատը սուղել։ Բայց եթե մեկը տարիներով ընդամենը գալի նստում գնում է։ Գալի նստում գնում է։ Ինչ եք կարծում, որ համեմատեք սրանցից որի նմանը կլինի այդ մարդը։ Հասկանում եք ինչ եմ ասում, ես չեմ ուզում իմ բերանից այդ բառը անեմ։ Եթե ընդամենը նստում գնում է, և Տիրոջ տվածը թաքուն է, Տիրոջ տվածը չի գործածում։ Սիրելի Աստծո մարդ, սա գրված է և հիմա Աստված իմ մեջ դրել է եսի ասեմ, որ հիմա է ժամանակը, որ Տիրոջ տվածը գործածես։ Եվ Պետրոսի թղթում որ կա, որ ասին բաուրա չի գալի, Պետրոսն էլ գրել է, Աստված երկայնամիտ է, Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն, որևէ մեկը չկորսվի։ Ինչպես փրկվեն։ Ժողովուրդ, եթե ընդամենը այստեղ գազ գնաս, դա քիչ է։ Տեսեք, այն չխանողը հանվեց դրսի խավարը։ Ձեռից ունեցածն էլ վերցվեց և ինքը հանվեց դրսի խավարը։ Այսինքն մարդկա կարող է այստեղ լինի, բայց այդ օրը հանվի դրսի խավարը։ Մարդկա կարող է այդ կույսերից մեկը լինի, բայց դուռը նրա առջև փակ լինի։ Եվ այսօր այս խոսքերը ասում են, կարդացինք, նայեցեք, թե ինչպես կլսեք։ Ասում են, որ մենք գործ անենք։ Մաղաքիայի մարգարեության մեջ էլ գրած է։ Աստված ասում է, այն օրը, որ իմ գանձը հավաքեմ, այդ ժամանակ կտեսնեք Աստծուն ծառայողի և չծառայողի տարբերությունը։ Ես ուզում եմ մի քիչ շարունակեմ, այսինքն հաջորդ առակն էլ ներկայացնեմ, նոր այսօր ավարտեմ։ Հաջորդ առակը, լավ, կարդամ, լավ, մտածում եմ մի հատ բան կասեմ նոր, կարդամ նոր։ Ուրեմն Մատթեոս ավետարանի 25:31 համարից։ Երբ որդին մարդու իր փառքովը գա եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ,
Այն ժամանակ իր փառածաթորը պիտի նստի, նրա առջև պիտի հավաքեն բոլոր ազգեր ու նրանց իրարից պիտի զատի, ինչպես հովիվը ոչխարները այծերից կզատի։ Ոչխարները իր աջ կողմ պիտի կանգնեցնի ու այծերը ձախ կողմ։ Այն ժամանակ թագավորը իր աջ կողմը եղողներին պիտի ասի. «Եկեք իմ հորս օրհնածներ աշխարհի սկզբից ձեզի համար պատրաստված թագավորությունը ժառանգեցեք, որտեղ սոված էի եւ ինձի ուտելիք տվեցիք, ծարավեցի, խմցրեցիք, օտարական էի ինձ ներս արաք, մերկ էի հագցրեցիք, հիվանդ էի ինձի տես եկաք, բանտի մեջ ինձ եկաք»։ Այն ժամանակ արդարները նա պատասխան պիտի տան ու ասեն. «Տեր, երբ քեզ սոված տեսանք ու ճերակրեցինք կամ ծարաված ու խմցրեցինք, երբ քեզ օտարական տեսանք եւ ներս առանք կամ մերկ ու հագցրեցինք, երբ քեզ հիվանդ կամ բանտի մեջ տեսանք ու քեզ եկանք»։ Թագավորը պատասխան տալով պիտի ասի նրանց. «Ճշմարիտ կասեմ ձեզի, քանի որ այս իմ եղբայրներից ամենից պստիկներից մեկին արեցիք, ինձի արեցիք»։ Այն ժամանակ ձախ կողմ եղողներին պիտի ասի. «Հեռու գնացեք ինձանից անիծյալներ հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի ու իր հրեշտակների համար, որտեղ սոված էի ուտելիք չտվեցիք, ծարավի ինձ չխմձրեցիք, նույն բաներն ասեմ, մենակ չարեցիք»։ Նրանք էլ ասին. «Երբ տեսանք չարեցինք», նույնը ասեց. «Այս իմ որտեղ ինչ որ այս իմ փոքր պստիկ եղբայրներից մեկին չարիք, ինձ էլ չարեցիք»։ Սրանք պիտի գնան հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Կարծում նորություն չէր, շատ անգամ լսել եք, սրա վերաբերյալ պատգամներ եք լսել, բայց այսօր մեկ անգամ ևս լսեք այս առումով։ Ստե մի հատ շատ կարևոր միտք։ Փաստորեն հավիտենական կյանքը, հավիտենական կրակը գնալու տարբերությունը անել չանելն է։ Ոչ թե ընդհանրապես նստել գալ նստել գնալ, այլ անել չանել։ Սովածին կերակրել, որ ասում սովածին Տերը ասեց ինձ, բայց հետո բացատրեց. «Այս իմ եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք, չարեցիք, ինձ չարեցիք»։ Ուրեմն անել չանելը այդքան մեծ արդյունքի տարբերություն կա։ Ժողովուրդ, անենք թե չանենք։ Այստեղից եմ նաև ես հասկացել, այն որ ասում էի երկու տեսակ կյանքի գիրք կա։ Մեկը գառան կենաց գիրքը, մեկը այդ որ ասում է ով որ այդ գրքի մեջ գրված չգտնվեց, կրակի լիճը գցվեց։ Նայեք, ով գրված չի, ով որ չի արել, ով որ արել է, չգիտեմ ինչ չափով, բայց արել է։ Նա գրված է, նա կգնա Աստծո մոտ, իսկ ով որ չի արել, հավիտենական կրակի մեջ։ Ես խնդրում եմ մի հատ համար գցեք այնտեղ։ Ղուկաս 16:9։ Արդեն կարդացիք։ Ես ձեզի կասեմ, անիրավ մամոնայից ձեզի բարեկամներ արեք, որպես երբ նա պակասի, այդ որ աստղանիշ է դրած, գրքի մեջ ներքևում գրած է. ձեր կարոտության ժամանակ ձեզ հավիտենական բնակարանների մեջ ընդունեն։ Էնի ուզում եմ բերեմ սրա հետ միացնեմ։ Դե անիրավ մամոնա մի քիչ շատ բացատրելու բան կա, չեմ ուզում այդքան բացատրեմ, որտեղ դրա շարունակության մեջ ասում է. եթե օտարի բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ, եթե այս երկրայինի մեջ հավատարիմ չեղաք, այնտեղինը ճշմարիտ հարստությունը ով կտա ձեզ։ Այսինքն այս երկրային ինչ որ կա, մեր համար օտար է, որտեղ մենք թողելու ենք գնանք։ Մեր իսկական ընդեղինն է։ Մեր սեփական, մեր հավիտենական ունեցվածքը ընդեղ, հավատում եք սրան։ Այստեղ ինչքան ուզում ես ունեցի, մի օր թողելու ես գնաս, սա քո հավիտենական ունեցվածքը չի։ Եվ ասում այս օտարի բանի մեջ, այսինքն որ ասում անիրավ մամոնայի, եթե հավատարիմ չեղաք եւ սրանից բայց ասում բարեկամներ արեք։ Եվ այստեղ ուզում նաեւ հիշեցնեմ բարի սամարացու առակը, որ ավազակների ձեռքը ընկած մարդը, որ կիսամեր ընկած էր, ով որ ողորմություն արեց։ Դեռ վերջում ասում է, քո կարծիքով այդ մարդու ընկերը ով էր, ասեն, ով որ օգնեց, ողորմություն արեց։ Ես ուզում եմ հենց մտովի շարունակեմ։ Մի քանի տարի հետո այս մարդիկ հանդիպեն իրար։ Այս որ կիսամեր ընկած էր, արդեն լավացել է։ Այն մարդուն ինչպես կընդունի։
Այն մարդը իր համար ով կլինի։ Ես կասեմ ընկերոջից էլ ավել բարեկամ։ Ճիշտ է։ Պաստորեն այս մարդը բարեկամ արեց։ Այս մարդը ինչ որ մեկին դարձրեց իր բարեկամը։ Ուրեմն եթե լավություն ես անում, դու բարեկամ ես ձեռք բերում։ Ամեն ընդունում ենք։ Եթե մեկը քեզ լավություն անում, քո սրտում նրա նկատմամբ բարի բաներ առաջանում։ Ճիշտ է։ Նրա նկատմամբ դու բարեկամ ես դառնում։ Նրան երբ որ տեսնում ես, եթե ուրիշ բան չէ, գոնե շնորհակալության զգացում ունես նրա նկատմամբ։ Եթե ոչ, ասենք ավելի։ Հիմա Աստված ասում է, ձեզ բարեկամներ արեք, այնտեղ ընդունվելու կարիք կա։ Ես հավատում եմ, որ այնտեղ մենք, երբ որ ացյանի, մենք դեն վերջի դատաստանին չենք մասնակցել, բայց Քրիստոսի ացյանի առջև պիտի կանգնենք։ Ես հավատում եմ, որ բոլոր այն դեպքերը, որ մենք օգնել ենք, եւ բոլոր այն դեպքերը, որ մեզ օգնել են, այդ բոլորը բերվելու է մեր Աստծո առաջ։ Եվ այն ձևով է բերվելու, որ մենք այդ զգացումներ ենք ապրելու, ինչ զգացում ունեցել ենք այդ օգնվելու կամ օգնելու ժամանակ։ Եվ այդտեղ արդեն այս ոնց ասեմ, որոշվելու է մեր գնալու ուղղությունը։ Օրինակ, ես երեկ էլ մտեղ ասացի։ Ես ժամանակին շատ եմ ճամփեքը կայնես ինձ ավտոկայնցրե։ Ոտո, գիշերները, բան եւ այլն։ Եվ հիմնականում մեր գյուղացիները կանգնե վերցրել են։ Ես այնքան շնորհակալության զգացումով եմ նրանց այդ վարորդների նկատմամբ լցվել։ Կամ դաշտից մեր խոտը բերելու ինչ որ բան, այդ մարդիկ են արել։ Գիտեք, իրաց սեփական ավտոներ չեն, ժամանակ սովետի ժամանակ սեփական այնալ գրուզավիկ ավտո ունեցող չկար։ Այս մարդիկ իրանց հիմնարկի ավտոյով, հիմնարկի բենզինով մեզ լավություն են արել։ Ես հավատում Աստված դրա համար իրանց հատուցելու է։ Դրանք այս բանով ճիշտ է, եկեղեցու մեջ չեն էլի, բայց նրանք կրակելից չեն գցվի։ Նրանք որտեվ Հիսուսն ասեց, այս իմ զավակներից մեկին արեցիք, ինձ արեցիք, նրանք արել են։ Դու էլ կարող ես անել։ Ինչով որ հնարավորություն ունես։ Ինչքան որ հնարավորություն ունես։ Մի վախեցի նաև ծախս անելուց, դե որ կերակրես, շոր տաս, ինչ որ չափ ծախսել է։ Մի վախեցի, բայց մի բան իմացի, Աստված այդ բոլորը հաշվի առնելու։ Եվ չանելն էլ է հաշվի առնելու։ Որևէ մի բան ծածուկ չի մնալու Աստծո առջև։ Բոլորը նրա մոտ գրանցվում է։ Այստեղ նաև հիվանդի բանտի մեջ ժողովուրդ բանտարկյալները ավելի շատ կարիք ունեն։ Դե քիչ առաջ էլ ասի, եթե դու չես կարող, գոնե կարիցողին կարաս օգնես, եւ դու բաժին կունենաս։ Եթե այսքանի վերաբերել բանում եք, համեցեք ասեք։ Համարձակվեք, եթե ունեք ասեք։ Եթե չունեք, ես արդեն գամ ամփոփին, այսօրվա ամփոփին, հետո մենք էլի շատ բաներ ունենք այս ուղղությամբ։ Այս բոլորը, եթե տեսնում եք գրվածն եմ ներկայացնում, չեմ հնարեմ, նորություն չի, բայց այս բոլորը վերաբերում են այնց հիմա մեզ վերջի օրերի մարդկանց։ Եվ այս Ղուկաս 19-ի մեջ նոր կարդացինք, որ ասում է, որ չկարծեն, թե այդքան շուտ է գալու Աստծո արքայությունը, այսինքն դուք դեռ անելիքներ ունեք։ Եթե նկատել եք Մատթեոս 24-ի մեջ, Ղուկաս 21-ի մեջ, որ աշակերտները ասին, Տեր երբ առնելու։ Իրանց թվում էր հենց այդ վաղ դիլնի։ Սրա մեջ ասում է, որ դուք դեռ անելիքներ ունեք, մինչև Աստծո թագավորության գալը, մինչև Հիսուսի երկրորդ գալուստը դուք անելիքներ ունեք։ Դու Աստված չի ուզում, դու դատար գնաս այնտեղ։ Աստված ուզում է դու լեցում գնաս։ Աստված ուզում է դու այնտեղ բաներ ունենաս։ Աստված ուզում է դու այնտեղ պսակ ունենաս, այնտեղ իշխանություն ունենաս, այնտեղ 10 քաղաքի վրա, չգիտեմ քանի քաղաքի վրա իշխանություն ունենաս։ Աստված քո համար բաներ է պատրաստել եւ ուզում է դու այդ բաները վերցնես։ Դրա համար ժամանակ է տվել։ Բայց այս ժամանակը հավիտյան չի, այս ժամանակը միտեղ ավարտվելու է։ Ուրեմն քանի ժամանակը մեր ձեռքին է, ժողովուրդ, հրճակում եմ, մեր ընդեղի ուր գնալը որոշում է մեր ստեղի արած չարածով, անել չանելով։
Միայն ցանկությունը շատ քիչ է, պետք է նաև կատարել։ Եվ ավելացնեմ, մի ժամանակ, օրինակ սրանից մի 20-30 տարի առաջ, սովորական հաց կիսելը մեկի հետ ահագին բաներ, որտեղ չունեին շատերը։ Իսկ հիմա արդեն ասում են, այ մարդ, սաղ ունեն, էլի բոլորը ունեն, էլ ինչ։ Ես ուզում եմ ասեմ, Հիսուսի ասած ավելի ճիշտ, ասեց աղքատները միշտ ձեր հետ լինելու են։ Սա ուրիշ բացատրություններ ունի, բայց սա ուղիղ իմաստով էլ է ճիշտ։ Եթե լավ փնտրես, կգտնես սովածի, որ պետք է հաց տաս, ծառայի, որ պետք է ջուր տաս, մերկի, որ պետք է հագցնես, օտարականի, որ պետք է ներս առնես, հիվանդի, որ պետք է այցելես, բանտարկի ալինել չգիտեմ, եթե չես կարող գոնե գնացողին օգնի, բայց ուզում ասեմ, եթե փնտրես, եթե ուշադիր լինես, կան։ Քո կողքը կան։ Պարզապես ուշադիր եղի եւ աշխատես խոսքը իրականացնես, այլապես շատ վատ կլինի։